Լավ, դու ոնց ես։ Բարև ձեզ, լավ եք։ Հակառակներով նորեն կյանք Շնորհակալ։ փոփոխյալ Ասում եմ գնանք մանկապարտեզը տենանք։ Գնանք մանկապարտեզը տենանք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Բարև եղբայր։ ուրախ ենք երկանում Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Հա, հեսա մանկապարտեզը։ Հեռու չի։ Բալուս, լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Ժողովուրդ ջան, լավ եք։ Հա, ինձ սիրում մանկապարտեզա, չէ՞ ստացվել։ Երեխեք լավ եք։ Բարև ձեզ։ Շատ լավն է, շատ լավն է։ Երբ հա բացվելու, աշխատում է։ Մայիսի այս առաջին 10 օրվա մեջ նորմալ գոր։ Էլի 140 հոգու համար է նախատեսված։ Իսկ կան այդքան երեխեք։ Կան իրենք, որ շինարարության պրոցես ա եղել ողքի գյուղերի մանկապարտեզներ են գնացել, հիմա ոնց որ վերադառնում են։ Նախկինում եղել է Բագրատաշենում մանկապարտեզ։ Փակված ա եղել, կայս ա եղել։ Հա։ Իսկ դպրոցի խնդիր կա Բագրատաշենում։ Կառուցվում է։ Անցանք մոտով, ուշադիր չի։ Զրոյից կառուցողներից, հա, շինհրապարակում երևի եղել են։ Այս ճանապարհն ենք նոր կառուցել։ Ճանապարհ 5-6 կիլոմետր, 770 միլիոն, 23 ենք ավարտել։ Բանից մաքս հա, մաքսատանից միջև գյուղ այնքան նախատեսել եք։ Լավ եք երեխեք։ Բայց դուք դպրոցական եք, չէ՞ բոլորդ։ Դպրոցն էլ է կառուցվում ձեր։ Այստեղ էլ լիքը երեխեք կան, մանկապարտեզ երեխեքն էստեղ են։ Շատ սիրուն է եղել մանկապարտեզը։ Հա։ Ստեղ էլ է փոխվել շինարարը։ Բարև ձեզ երեխաներ, բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, լավ եք։ Ուրախ եմ, բարև ձեզ, բարև ձեզ։ Քանի սան ունեք։ Քանի սան ունենք, 34 հերթագրված, 40 սանել, կողքի երկու գյուղերում հաճախ։ Իսկ կարողությունն ինչքան է։ Բարև ձեզ երեխաներ։
Ահա։ Ատինակ դպրոցական են, չէ՞։ Շատ ապրեք, շատ ապրեք, բայց դուք դպրոցական եք, չէ՞, դուք մանկապարտեզ չեք գալու, բա որ դպրոց եք գնում դուք, շատ ապրեք, շատ սիրուն պարեցիք, եկել եք մանկապարտեզի սաներին շնորհավորեք, մանկապարտեզի բացման առիթով, շատ ապրեք, իսկ ձեր դպրոցը նորոգած, ոչ, ինչ, չէ, բայց Բագրատաշենին նա, չէ, համայնքի տարբեր գյուղերից երեխաներ են։ Բերթավանի է, հա, տարբեր դպրոցի երեխեք են, բոլոր դպրոցներն էլ կնորոգվեն, իսկ բանինը դովեղինն էր, չէ, որ պրոբլեմատիկ էր, շինարարությունն անում են, նոր շինարարը կա, արդեն մտել աշխատում, դե շատ ապրեք։
Մի համարել ունենք, շատ լավ։ Հա։ Բա համարը ոնց նայենք երեխեք։ Հա, ստեղ է։ Ահա։ Փաստացի արդեն աշխատում եք։ Սիրելի ներկաներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Բագրատաշենի նորակառույց մանկապարտեզի բացման առիթով։ Այժմ թույլ տվեք իրականացնել բացման արարողությունը։ Ես երեխեք չեն մոռանալու այս պահն։ Հատկապես որ առաջի անգամ ստացվեց։ Շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք, շատ ապրեք։ Դու էլ շատ ապրես, շատ լավ նվագեցիք։ Ինչ անունդ։ Ապրես լիճ։ Վաղվանից փաստացի կսկսեք աշխատել։ Այսինքն, բայց հիմա կիսով չափ եք ծանրաբեռնված լինելու, հա, ճիշտ հասկացա։ Դե հերթագրություն են դերները ընթացքի մեջ է, համակազմություն ադորենք։ Շատ լավ, դե լավ է, որ պոտենցիալ է լրնի, որովհետև բնակավայրի երեխեքի թիվը կավելանա եւ ամեն ինչ աշխատում է, ստուգած է, տաք ջուր, սառը ջուր, ամեն ինչ կարգին է, հա, գույքը ունեք ամբողջական։ Այստեղ էլ են շինարար փոխել, հա։ Նախորդ շինարարի հետ շինարարական արժեքի կազմակերպում 920 միլիոն դրամ։ Հողամասը բավական մեծ մարտիրոսում ես մանկապարտեզը 7500 քառակուսի մետր է։ Տեսնենք դա հեկտար միջավայր է ստացվել։ Անաչափահ Կարողությունը 144։ Շատ լավն է, ես այս նախագծերը շատ սիրում եմ եւ ինձ դուր է գալիս։
չի գործում դեռ կարող ենք սառնարաններ, սպասքը, այդ սարքը ինչի Ստեղ կա 3 տեսակի օգտագործության համակարգ, մեկը սա է, մեկը ընդհանուր սենյակի օգտագործության համակարգն է եւ մեկն էլ դրսից արդեն մակուլոտը ներածելու ռեկուպերացիոն համակարգն է։ այս մթերքի պահեստ, մթերքի պահեստ, չոր մթերքի պահեստ։ այս էլի տենց խորդանոց, հա։ Ոչ, էլի մթերքի պահեստ։ Բան կա, դեպի որ սառացվում Հա, հասկացա։ Հասկացա։ Հա, էլի։ Երկրորդ մթերքի պահեստ սարսարան սառնարան։ Շատ լավ է։ Իսկ աշխատակազմ արդեն կա, համալրված է։ Հատակազմը կհամալրվի նախկինում, որ գործանենք, ասիկապիտակը կվերակողվի, բայց այդ խմբերը եթե ավելանան, ճարապարարված Շատ լավ։ Պահարան տարբեր պիտույքներ։ Լվացքատունը լվացքի և չորացման մեքենաներով, հարթուկի սեղաններով և հարթուկներով, փոշեկուլներով, տարբեր պահեստային պիտույքներով, ներքնարկներով պահեստային, Տենց դուրս կգանք, մի հատ լվացարաններ նայենք։ Այս նախագծի ամենալավ բաներից մեկն է նա, որ խաղահրապարակով բանով ամեն ինչով էլի փաթեթային լուծում է, կիսատ բան չի մնում, որ հետո պետք է լուծենք։ Այստեղ շուրջ 200 ծառոտ ու կա նախագծի մեջ ներառված եւ դրված։ Այս բոլորը, հա, մանկապարտեզի տարածքն է ամբողջությամբ։ Են էլ ջրի բաքեր են, հա։ Ռոռոկման համակարգի համար բակեր է նախատեսված։ Ինչպես մասում պոմպակայանն է, որ ճշմարտ։ Այս է կաթիլային ռոռոկման համակարգն է։ Այս դեկորատիվ ծառեր են, թե պտղատու։ Տարբեր։ Այս ջրի տաքացման բաները լավ գործում են, արդարացնում են պրակտիկայում իրանք, հա։ Ինքը անընդհատ շրջանառվում է։ Ասել հիմա արդեն պիտի անվանենք մայրիկների ընդհատակի ակում։ Դե փաստա որ ընդհատակի է։
ասում են խողովակահանված է, դուրս միացված է։ Բայց ստեղ էլ մենք տարբեր բաներ ենք ունեն։ Մի քիչ տարբերվում են իրանից, հա։ Բան հարդարումն էլ է տարբերվում, բանն էլ է տարբերվում։ Բայց կարևորը որ սանհանգույց բան բոլոր տեղերում կա, լիարժեք եւ ամբողջական կարա։ Նկատի ունեմ օգտակար տարածք է, էլի կարելի է օգտագործել։ Ինչքան է Բագրատաշենի բնակչությունը։ Չորս հազար հաստեղից էր գալիս մտնում, հա, անկյունից էր մտնում։ Այս ճոճանակներն է տարիքին համապատասխան երեխեքի չէ, որ անվտանգ լինի լիարժեք։ Ստեղի նկուղային հատվածներ, մի քիչ են միջանցքում ինչ-որ բաներ կար, այդ պետք կա լավ, թե գեներատորը դրած էր դրա համար։ Բոլոր տեղերը չէ։ Ես աստեղ է սենց ճոճանակներ ունենք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ստեղ այս պատերն ինչ են գիպսակարդոն են, հա։ Չորս կողմն էլ ասֆալտ է արված։ Դահլիճ ունենք։ Սկուշ։ Այսինքն իրատեսորեն վաղը ռեալ աշխատելուն պատրաստ եք, թե դեռ պրոցեսներ պետք է անցնենք։ Աշխատակցներ պետք անեն աշխատանքի։ Ահա։ Ռազմարիակ ձևավորի հաստատակներ։ Շատ շուտով ռեալ։ Այսինքն վաղվանից կգան աշխատանքի եւ կսկսի նախապատրաստություն։ Բաներ ունեն անելու սննդի հետ կապված։ Այո։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Էս ինչ լավ բան է։ Չէ, տեսես sense բան, շատ լավն է երեխեքի համար։ Սպորտային դահլիճ, այսինքն կոմբինացված կարա սպորտային լինի, կարա հանդիսությունների լինի։ Էս էլ է տաթորների սխեման, երբ որ պետք է դնել, երբ որ պետք է հանել եւ տարածք ազատել։ Շատ լավ է։ Այնտեղ եղել ենք։ Այստեղ ինչ է։ Հա, կացատունը։ Կատելնի։ Շատ լավ է։ Դե այստեղ ցուրտ շատ չի լինում, չէ։ Ոչ կետը, ահա, շատ լավ է։ Շատ լավ է։ Շատ լավ։ Ոտքով ոչ, եթե Այո։
Վերջ ամեն ինչ պատրաստ է, հանց ավարտական ակտ բան կա, հա, ամեն ինչ թե դեռ չէ։ Հաջորդ շաբաթ կունենանք, բայց բոլոր Ահա։ Ահա, նայենք, հա, եկել ենք նայենք, բոլորը նայենք։ Այս բան Վարդանյան, գույքն էլ է մեր ծրագրի սահմաններում, հա, այսինքն ամբողջության կառավարության ամբողջական ֆինանսավորումով է։ Ստեղ էլ։ Ահա։ Այս Բագրատաշենում ընդհանուր առմամբ ջրի խնդիր կա, հա։ Չէ, այդ չունեմ ջրի խնդիր։ Գյուղում նկատի ունեն։ Հա, տարիքի հետ է կապված, որ մի մասը դռներով է, մյուս մասը առանց դռների, հա, հասկաց։ Հա, հասկաց։ Էս էլ է շատ հարմար բան, որ երեխեքի լվացվել։ Շատ լավ է։ 900 միլիոն։ Այդտեղ ես մեկը էլի ոնց խոսեցինք, այնտեղ որտեղ հնարավոր պետք է զրոյից կառուցվի, ինձ թվում է այս նախագծի վրա պետք է կենտրոնանանք։ Որտեղ թանգայի տարբերությունը մյուս Հա, շենքերի, բայց հարմարավետություն։ բայց երեխեքի համար, չէ, բայց եկեք մի հատ բան անենք, ասենք, օքեյ, թանգա, բայց տեղեր կա, որ մենք խաղահրապարակը ասում ենք, համայնքը ասում է, ես հետո կանեմ։ Իսա փաթեթով էլ բան չկա անելու։ Դուք ավելացնելու բան ունեք, մանկա։ Չէ, էդ եմ ասում, էլի բանում օրինակ ուշիում էր, չէ, որ դուս եկանք բակ խաղա բան չկար։ Դաշտը կար, բայց հա էլի վերջը խաղի գործիքները համայնք ասեց մենք հետո կավելացնենք։ Սա փաթեթային է։ Երկրորդն էլ իսկ իր շինարարության ժամկետը նույնն է, թե ավելի արագ է։ Նու եթե շինարարի հարցում խնդիր չի առաջանում, այսինքն որտեղ մենք զրոյից ենք կառուցում, ես կարծում եմ, որ այս նախագիծը, որովհետև ամեն ինչ փաթեթային է, կառուցում ենք, տալիս ենք համայնքին, էլ համայնքը հետո մտածելու խնդիր չունի, մնում ամենակ շահագործումը այդ ավելի ճիշտ է, էլի, որովհետև այնտեղ այդ տեղերում մի քիչ կիսատության զգացում ալնում, որ այնուամենայնիվ ինչ որ մի բան անենք։ Դրա համար փաթեթային լուծումը լավ։ Ֆունկցիոնալության առումով էլ պարոն վարչապետ, որ առողջապահական առումով մի խմբի երեխեքը մյուս խմբի երեխեքի հետ չի շփվում, դուրս են գալիս բոլոր իրենց առանձին մուտքերը ունեն սեյսմիկ առումով անհամեմատելի են քարի շենքերի հետ։ Հետո երեխեքին այնուամենայնիվ երկրորդ հարկ եւ այլն բարձանալ իջնել աղը։ Հետ եմ ասում էլի, իհարկե։ Ու հենց այս նախագիծը ինքը ինչ ժամկետայնություն ունի։ Չէ, խնդիր չկա, երկար շահագործվում ոչ ոք։ Այսինքն էկո միջավայրի հետ կապված համոզված ենք, որևէ խնդիր չկա, գեղեցկությունը գեղեցիկ է, հարմարավետությունը հարմարավետ է, նույն դեռ մերկու դռների այն բան մասում, պահեստային մասում, բացվել փակվել ուղղության հարց կա, բայց դա բան չի, դեռ շատ քիչ մարդ, այսինքն երեխեքը չեն առնչվելու այդ թեմաների հետ, այսինքն մեզ էլ է հարմար, որ մենք իմանանք ավարտել ենք, հանձնել ենք համայնքին, կարանք լիարժեք հանգիստ մեր գործը արածի զգացումով լինենք, էլի, որտեղ մյուս տեղերում, որ ինչ-որ բան կիսատամանում, անընդհատ ոնց որ սենց ինչ-որ մի ափսոսանքի զգացումով ենք հեռանում, իսկ այս նախագծերը լիարժեք և ամբողջական են։ Այս հատվածում ինչ, հա? Հա, վարչական հատվածն է սա, վարչական հատվածն է, սենց ապակիներով բանով, որ տեսանելի լինի, այնպես որ շատ լավն է։ Շնորհավորում ենք և հաջողություններ ենք մաղթում և ես էլ շատ սիրում բան է, բոլոր տեղերը չի որ կա, հա, շատ լավ է, են ինչ, հա, ենթակայանն, հա, ես նկատեցի գազ կա, հա, ընդհանրապես չենք լարվում, մանկապարտեզում դպրոցում բանում գազ քաշելու, չէ, անվտանգության բոլոր կանոնները պահպանված, ես մի քիչ լարվում եմ, բայց առանձին այստեղ առանձին հացաները դրված է, բացի դրանից արևային ֆոտովոլտային պանելներ ունենք տանիքին դրված, որը այս այն տաքացուցիչներն են։ Շատ լավ։
Շատ լավ, մեզ մնում է ցանկանալ, որ Բագրատաշենում երեխեք այնքան շատ լինեն, որ ստիպված լինենք մի հատ էլ կորպուս ավելացնել։ Չէ, այդ բոլոր խմբերը աշխատացնեն պլան մինիմումն է, այդտեղ հարց չկա։ Շատ լավ։ Հա, երեխեք, տեսել եք ձեր մանկապարտեզը, թե չէ։ Հա, որ եք տեսել, ներսից տեսել եք։ Էսուն փուչիկնա։ Էսուն փուչիկնա կորել։ Ոչ մեկին, հա։ Շնորհավորում եմ, Ժորժ ջան, շատ լավ մանկապարտեզ է ստացվել։ Կարող եք նկարվել։ Հա։ Իհարկե, իհարկե։ Եկեք ես նեղվածքից դուրս գամ, ասեք եղբայր։ Ապրիլյան արմուն ներկայանն։ Ուրախ եմ եղբայր։ Երբ դուք ընտրել եք այլ ընտրանքը, ես այն ժամանակվանից գիտեի եւ ուստայից եղա։ Ես մասնագիտար գյուղատնտեսում եմ։ Ուրախ եմ։ Էնտոմոլոգ ֆիտոպաթոլոգ, ուսերի պաշտպանության մասնագետ։ Բազմից անգամ ես հարցեր եմ բարձրացրել կարանտին ծառայության համար Մաքսիմկետում։ Վրաստանից կարանտին օբյեկտներն են թափանցում Հայաստան, որոնք այսօր եմ ճակատագրակել գյուղատնտեսության համար, հատկապես ձիթենու համար եւ այգեգործության համար։ 20 տարվա ընթացքում Կարանտինում հսկողությունը շատ ուժեղացնել, ներկրվող բոլոր բուսակացակում լսող սունդեր անպայման ենթարկվեն վարակած ձերծման։ Իմ կարծիքով պետք է արվի, բայց նորից Չնանով ոչի բան, ես նախկիները որքան եմ քյալլատվել չեմ կարծրացնում արդյունքի, իմ այստեղ դիմում հողակորեն, որովհետև այդ բոլորը հողակորեն հարվածում են Բագրատաշենի հողագործների գրպանին։ Բարձր ինքնարժեք, բարձր թանկարժեք։ Անկեղծ ասած առաջ անգամ եմ այդ հարցի մասին Այո, լսում։ որովհետև ես դες բարձ հայտնում, եթե նախկինում ես կարող եմ ինչ-որ բան տեղ հասնել, մեր Խաչատրյան Վիգենի միջոցով հանգուցալ, իմ մտերիմ դեր։ Շատ լավ։ Եվ ես խնդրում եմ ձեզ, այնքան խնդիրներ կա եւ Հիմա եթերում էլ է Պեկի մեր գործընկերները եւ Սանդի անվտանգության։ Արտահերտ ընդունելություն։ Ես չեմ կարող բոլորը շահագրել կամ գոնախարել։ Հիմա ճիշտն ասած այս շրջանում դժվար կլինի, հետո առիթ կլինի կհանդիպենք։ Բայց ես կասեմ ձեզ հետ կկապվեն, որ անպայման ես խնդրում եմ եւ ամենակարևոր հաշվետվստան մեզ դուրս են հասել որ հակակարգային կայանքները արգելափակել են աշխատանքը դա մեզ համար պրոբլեմա լինելու ինչ իմաստով են արգելափակել Ինչ կապված եք նախերային չվերթերի երբ ռեսերի հետ Հիմա ստեղ ունենք հակակարգային այն օթից Այո Հիմա գոհ եք դուք այդ կայաններից Այդ կայաններից ես գոհ չեմ ասեմ ինչու որովհետեւ մասնագետ ես գիտեմ որ նա պետք է լիցքավորի ացետինոնով ոչ թե պրոպանով Դուք գիտեք իմ մոտ քանի խորհրդակցություն ա եղել եւ Փորձագետներն ասել են, որ դրանք ընդհանրապես անօգուտ բաներ են։ Որովհետև պրոպան է կրակում, ացետինը։ Չէ, ասում են անկախ նայեք թե ինչա կրակում։ Բայց չգիտենք, այդ ինքն է պահում, թե նենց ուղակի տենց էլ պետք է լինի։ Արգելի պարոն վարչապետ։ Բայց այդ ինչ արգելափակման թեմա է, առաջ անգամ եմ լսում։ Լսերոք են տեղակացել, ինչ տեղակացել։ Անկեղծ ասեմ առաջ։ Չէ, խնդիրն է նա, որ մենք կասկածում ենք դրանց էֆեկտիվությանը, էս ամբողջ խնդիրը։ Մենք իրականում էֆեկտիվության վրա մոտավորապես չեն կասկածում մի 30-40-50%-ով պահում է։ Գոնյա շեղում։ Լավ, նորից կանդրադառնանք, նորից կանդրադառնանք։ Ինձ թվում է հոգեբանական բան է, որ բան ունենք, որ կրակում ենք, էլի։ Ռոռոկման ջրօգտագործման ոլորտում խնդիրներ կան։ Ես խնդրում եմ էկոնոմիկայի նախարարությունից կլինի, որտեղից կլինի, մարդիկ կան։ Պատգամավոր կազմակերպությունը հարցերին քննարկում ու միայն դա չի շատ հանգամանքներ Շատ լավ, կասեմ կկապվեն։ Ձեզ չի ասում եւ խեղաթյուրում է։ Կասեմ ձեզ հետ կկապվեն։ Ձեր անազգանուն ասացիք եթերում ֆիքսվեց։ Բարև եղբայր։ Բարև եղբայր։ Մի հարց ունեմ էլի։ Հասել այս 23 թվականին այս 16 միլիոն ծրագրի տների կառուցման։ Դուք որտեղ եք ապրում։ Ես Կողբ գյուղում եմ բնակվում։ Այդ ժամանակ հող ձեռք բերեցի։ Բայց հիմա կողը նոր բանում չկա, չէ։ Տալիս են այդ 24-ից որ բացվել է մինչև 25-ի մայիսը։ Ես 23-ի նոյեմբերի 3-ի օրը վերցրեցի հողը նոր բացված ժամանակ ու առողջական խնդրի պատճառով չհասցրեցի այդ թուղթը ներկայացնեմ բանկին։ Դե հիմա չեմ կարող որևէ բան ասել, եղբայր, պետք է նայենք։ Չեմ հանգամանքներին պետք է ծանոթանան նախարարությունը ուղարկել պատասխան չկա։ Դե կնայեն ոնց կարգնա տենց կպատասխանեն։ Հասկանալի է։ Շատ լավ։ Մերոպ եք արելի, Համեցեք։ բարև ձեզ։ Մենք շատ Երեխեք, լավ եք։ Լավ։ Մենք անցած տարի իրար հետ խոսացինք այս տան պատճառով։ Դուք ասիք սաղ լավ կլինի, դուք ասիք գագի կանչեցիք, որ այս տան համար Գագի ես տունը խիչ ես սարքել։ Դուք չի հույսով արիք, բայց ես նոր եմ վիրահատվել, սա ոչ ես Այն տարեկան եք դուք։ 61
Հա։ Ոչ մի Առողջության բան։ ապահովագրությունից չեք օգտվում։ Սա գիտեն, որ ես առողջություն ոչ մի բան չունեմ, նոր եմ։ Բայց տան հետ կապված հիշում եք այս դեպքը։ Գագիկ ով էր որ դու կանչեցի գագի եկան։ Դասով անցած տարի։ Ահա, անցած տարի։ Անցած տարի, ես նկար։ Բայց մենք այդտեղ ինչ պարտավորություն ունի պետությունը, այդ եմ ուզում հասկանալ։ Չի կարող օգնել։ Չէ, ու օգնելը ուրիշ հարց է, պարտավորություն ունենալը ուրիշ հարց։ Տան հետ կապված որ խնդիր է ալնում, առաջին խնդիրը որ ես դնում եմ օգնականների առաջ հետևյալն է, պարզեք պետությունը քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություն թե չէ։ Եթե ունի, այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Մենք սենցել էս տաններ հենց սենցել։ Չէ, բայց ձեր սեփականությունն է, բայց հասկանում եք, մենք ուրիշ հիմա սոցիալական Հալա որ նպաստ ունենք, ոչ ասենք 61 տարեկանը գնանք մեռնենք։ Չէ, բայց ով ասում մնալ։ Նպաստ չունեմ գնամ մեռնեմ։ Չէ, ոչ մեկ չի ասում Ես գնացեք բանկից փող մեռեք։ եմ վերցրել, ու այդ բանկի փողը չեմ կարող տամ։ Դե մենք ենք մեղավոր դրանով։ Բայց մենք ներկայանում ենք, որ խնդրեք օգնեք, եթե մենք ներկայանում Օգնենք, մենք օգնենք, բայց մեր օգնությունը նրա մեջ է, որ քաղաքացիները այդ վիճակից դուրս գան, աշխատեն, աշխատանքով այդ վիճակից դուրս ասենք աշխատում են, կոմունալ են ուծում, ուտիլ են ներողություն, ձեր ակնկալիքն ինչ է, որ մենք ինչ անենք։ Ինչ անենք մենք։ Տան պատճառ, տան Առավել եւս հիմա ես որևէ Առավել եւս հիմա ես չեմ կարող որևէ նյութական խոստում տալ, որովհետեւ նախընտրական շրջան է եւ օրենքը շատ խստիվ դա Մենք արգելում է։ ինչքան ձեզնամակներ են գրել, չի հասել։ Չէ, հասել է նամակը, բայց ճիշտ հասկացեք, մենք առաջին հերթին օգնում ենք սոցիալական ամենախոցելի խմբերին եւ չենք կարող մենք ուղղակի ասել լավ բոլոր Հայաստանի չաշխատող մարդկանց տունը կսարքենք, հացը կտանք, այս կանենք, այն կանենք, Մարդ որ մոտիկան խնդրում է, ասել դա ապահով ընտանիք։ Շատ լավ, բայց հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դիմումներ կան։ Մերել ասա։ Չէ, բայց փառքաստու շատ լավ տեսք ունեք, փառքաստու վիրատվել։ Տեսք ինչի՞ տա պետք է որ մեջը, ասма խնդորը սիրուն է, բայց մեջը փտացա։ Ճիշտ է։ Փաշինյան, հարցում ենք էլի, հաղթանակի համայնքից ենք, մանկապարտեզ ունենք ընդհանուր էլի 4 խումբով, բայց մի խումբն է գործում, դիմել են քաղաքապետարան, ասել են, բանը հաստիկը խաթր, հիմի 3 տարեկան օգոստոսից լրացրել է, օգոստոսից գրանցվել են։ Մինչև հիմի այդ մանկապարտեզ չեն կարող, հիմի 3 տարեկան երեխեն ասма հաստիկ չեն կարող բացել, բայց 4 խումբ կա։ Ինչա պետք երեխեք որ մանկապարտեզ ասել են, քանի երեխա կան սպասում են հերթում, բայց չկա։ Տեղ չկա մանկապարտեզում։ Տեղ չկա մանկապարտեզում։ Որտե հաղթանակ գյուղի մանկապարտեզը պետք է դեղը կառուցենք, հա։ Խնդիր չկա, այնտեղ խնդիրը նամա որ 2-ից բարձր են, մսուրային խումբ չեն կայանում, 3-ից բարձր։ Հա։ 3 լրացած անցել է։ 3 լրացած։ Բայց չկա։ Էսա համանքի ղեկավարն ասում է։ Մենք հանրակացարան ենք գրում, պետականը ոչ գրանցված։ Գրիշեկը փոխել։ Որտեղի։ Ասենք հազարորդին որ շիֆերները ժեշտիչի, այդ գրիշեկը փոխել։ Տեն ծրագիր եթե համայնքը սուբվենցիայով կներկայացնի կֆինանսավոր։ Գրիշեք չունեմ, բայց էլի որ էլի Դուք միայնակ եք լրիվ ապրում։ Իմ ամուսինս սա մեկ էլ Իսկ ուրիշ երեխաներ ունեք։ 3 աղջիկ ունեմ, սա ամուսնացած մի աղջիկս էլ ամուսինը մահացած։ Ինչով են զբաղվում։ Ոչ մի բան։ Ձեր ամուսինը ինչով է զբաղվում։ Իմ ամուսինը 68 տարեկան է, թոշակավոր է, բայց Թոշակը բարձրացրել են, առողջության ապահովագրություն ունի։ Ներեք էլի, այդ հանրակացարան է հարցը, մենք հանրակացարան ենք բնակվում, պետությունը ասում է գտնվում է պետության կողմը։ Հիմա մենք ո՞ր իմանանք, կարող սեփականացնենք այն բնակարանները։ Ոտքի վրա չեմ կարող ասել, ինչ այս հանրակացարանի հարցով մենք զբաղվում ենք բալկոնի համար փլուզում կատարվել, ու դեպք կատարվեց։ Իմ երեխեք մահացավ է։ Մինչև հիմա սարքում է այդ բալկոնը փլուզում է։ Իմ երեխեները 3 տարեկան մահացած են։ Բայց մի ուզում եմ 35 տարի մեջ ապրում ենք, կարող ենք սեփականացնել։ Պետք է պարզեմ կարգավիճակը մի հատ հասկանամ նոր, տեն չեմ կարող։ 3 տարի է որ նոր դարել է համայնքին, միջև այդ համայնքին էլ եղել, օդից Դե կարգավիճակը պիտի ճշտեն։ Այդ հանրակացարանի հաղթանակի տեղակ է, որ խնդիր կա, ուզում են իմանալ սեփականը, բայց վթարային է, թե նորմալ։ Չէ։ Հավալի ես էլ ասեցի, որ հատուկ դիրել այդ կարգումար շենքի բնակիչները զորով են։ Կարամ իացել նկարել։ Նկարվել է հեշտ է, հանրակացարանի հարցից հեշտ է ավելի նկարվել։ Իսա մի րոպեջ ասում եմ Բայց զոտ ես ինչ եմ դրել, որ երջան կաներեք մի քիչ խանգարում են, բայց Ոչ
Շնորհակալություն շատ։ Հա, երեխեք։ Պարոն Փաշինյան։ Հա, երեխեք։ Մի րոպե երեխեք նկարվեն։ հետ կանգնեք, երեխեք տեղ տվեք, ժողովուրդ տեսնեք, որ նկարվեն։ Լավ է, խնդրեմ, հաջող։ Ասեք, Մի խնդրանք ունեմ։ Ամենքանի ուղարկել են կատեի։ Ուզը չի պատել են աղջկա կիսունատել։ Հիմի 8 ամիսա թոշակ չեմ ստանում։ Ինչի։ Կատեի են ուղարկում, ուռուցկա բանը, Թոշակը ինչ կապ ունի կատե ուղարկելու հետ։ ասմա, չէ, ես հիվանդության թոշակ եմ ստանում։ Հա, Ուռուցք ունեմ, ուռուցքս բայց արջում դեր ազգանունը ինչ է։ Խաչատուրյան Մարին։ Հիմա օգնականին տվյալը տվեք, որովհետև ոտքի վրա չեմ կարող ոչի բան ասեմ հանգամանք։ Թոշակի հետ կապված խնդիր։ Բարև եղբայր։ Շնորհակալ ենք ձեր ղեկավարած կառավարությունից։ Այս հիասքանչ ժամանակակից մանկապարտեզը Շատ մեզ լավ։ համար կառուցել է ամեն։ Ձեզ առողջություն։ Շնորհակալ եմ։ Հա, եղբայր։ Հասա եղբայր։ Մենք ավտո ունենք, մեր դրան դիմաց է կանյացնում, այդ մեր հարևանը ասում են մի կանյացրու։ Տուպիկա, սովորական, ավտոներ։ Ինչ ավտո է։ Լադա։ Բայց կանգար արգելված է այդ տեղում։ Տուպիկա, մեր գարաժ։ Դե բա ճիշտ է հարևանների հետ պայմանավորվել ու իրար հետ հաշտ ձևով ինչ որ մի հատ լուծինքներ, չէ։ Միատնես տեղ են կանյացրել, որ ամեն ավտոֆրա։ Հա։ Պետք է անում ենք, բայց այդ մեր հարևանը ասում է մի կանյացրու։ Դե ճիշտ չի հարևանի հետ խոսալ պայմանավորվել։ Խանգարում է երևի մարդկանց։ Ես տեղ եմ ուզում, որ մենք հողատարածք ունենանք գարաժ սարքենք դե մոտիկ է։ Դե բա հայրիկը ինչ է աշխատում։ Մա հայրիկս ոչ մի բան ոչ չկա, մայրիկս էլ երեխա։ Բա ինչ ավտո է այդ, ինչ ավտո է։ Սովորական Լադա 15։ Լադա 15, բա հայրիկը թող աշխատի, գարաժի համար հող առնի, ավտոտնակ սարքեք։ Ճիշտը տեն չի։ Բաբա սախը չի կա, Խի։ որովհետև գլխի վրա բան կա։ Լավ եղբայր։ Հա, հիմա ինչ ես ուզում անենք։ Ուզում եմ հողատարածքը պապայից տալ։ Դե բա համայնքի հողատարածքը այդ աճուրդով է տրվում, տեն չի լինի։ Տեն չի լինի։ Ճարենք տալ, էլի։ Հա։ Տեղ ճարենք։ Ավելի լավ է հարևանների հետ պայմանավորվեք, մի տեղ գտեք կանգնացրեք, տենց ավելի ճիշտ է։ Չեն տալ, Խի, որովհետև չեն ուզում։ խի չեն ուզում, դե խանգարում է երևի մարդկանց։ Չէ, ամեն ավտոֆորում է։ Շատ լավ։ Հաջող։ Այք եք տուճուրներ։ Լագի, հələ իրա կորդինատ իրա հեռախոսի համարը վերցրու։ Մի վարքյան սպասեք նկարեմ նո։ Սպասեք մի վարքյան։ Նոյ կայնի, շուշու, դե։ Էս կողմ եկեք։ Լավ ժողովուրդ ջան, գնացինք։ Ծրագիր ունենք, նենց էլ ուշացել ենք, ստեղից էլ ենք ուշացել, մի ուրիշ առիթ է։ Նատ համարը վերցու, նատ հասկանանք էդ ինչ։ Համայնքի ղեկավարին հրաժեշտ եք, չէ՞ թող համայնքի ղեկավարը հրաժեշտ եք։ Մենակ ձեզ եք, չէ՞ հրաժեշտ։ Այո։ Դեմիստերին էլ մեր